Առաջինը Տերն ուզում է, որ մենք խոստովանվենք։ Բայց այսօր ցավոք սրտի խոստովանությունը վերացել է մարդկանց մեջից։ Ես հիշում եմ տարիներ առաջ, երբ որ Սատանան հաջողության ասավ հայաստանյաց եկեղեցիների մեջ 90-ական թվականների սկզբից էս մտցրեց։ Ասում գիտես ինչ, Աստված ամեն բան գիտի։ Դե Աստված տեսել է, մեղ քեզ գործել են, ինչ պարտադիր է գնաս քու սպասավորի մոտ խոստովանվես։ Ինչ պարտադիր է ասես, Տերը գիտի, հենա Տիրոջն ասա Հիսուս ջան, ներ ինձ մեղավոր եմ ու Տերը ներեց։ Եվ խաբվեցին շատ մարդիկ։ Եվ Սատանան շատերին խաբեց։ Եվ այդ մարդիկ, որոնք որ Տիրոջն ասում են ների Տեր, ների, այսօր այդ մարդիկ գիտեք ուր հասան, էլ Տիրոջ չեն ասում ների։ Այն օրը մի հատ ինձ բան էին ուղարկել եղբայրներից, մեծ 34,000-նոց եկեղեցի է, մեծ եկեղեցու անդամներ են։ Աստվածաշունչը դնում են գետնին քացով տշում են մինչև դալիճի մեջ։ Սրան հասցրեց Սատանան։ Որ մարդիկ փոխանակ խոստովանվեն իրանց մեղքերը։ Այսօր մարդիկ անարգում են Տիրոջ խոսքը։ Հա դե Հիսուս ջան, հարկ քեզ, գիտես, ու գիտեք ինչ են ասում շատերը, դու պարտավոր ես, դու խոստացել ես, դու պետք է անես։ Մեղա եմ քեզ Տեր ջան, մեղա եմ քեզ Տեր։ Այսինքն իրանք Տեր են, Տերն է ծառայա, պարտավոր ես պյանես։ Բայց Տերն ասում առաջինը պիտի խոստովանվես, ընդունես քո մեղքերն ու անցանքները։ Որտեղ եղբայրները հիշեցրին, Տերն ասում է ձեզ կանչող սուրբի պես դուք էլ սուրբ եղեք։ Որտեղ մեր Տերը սուրբ Աստված